մի մերժեք Աստծո առջև խոնարհվելը։ Հակառակ դեպքում ստիպված կլինեք խոնարհվել մարդկանց առջև։ Այսպիսի աստվածային սկզբունքներով էր առաջնորդվում նա, ով տասնյակ տարիներ լինելով հայրապետության աթոռին մինչ օրս վայելում է ժողովրդի սերն ու պատկառանքը։ Նրա խոսքը, ներկայությունն ու օրհնությունը սպասված էին յուրաքանչյուր հայի կողմից։ Նրա ընթացքը լի էր հայրենիքի ժողովրդի հանդեպ ունեցած քրիստոնեական անհուն սիրով, որովհետև իրական առաջնորդ էր ու ճշմարիտ հովվապետ։ Վազգեն առաջին կաթողիկոս։ Երբ եւ ինչպես նա իր կյանքը նվիրաբերեց Աստծուն ծառայելու վսեմագույն գործին, կիմանանք ավելին։ Վազգեն առաջին կաթողիկոսը ծնվել է Ռումինիայի Բուխարեստ քաղաքում։ Այդ պատճառով հաճախ նրան ասում են Վազգեն առաջին բուխարեստցի։ Աշխարհի կանունը Լևոն Կարապետ Պալճյան է։ Առաջին աշխարհամարտի տարիներին Պալճյանների ընտանիքը հաստատվել է Օդեսայում, որտեղի կրթարանում էլ ստացել է նախնական կրթությունը։ Վերադառնալով Ռումինիա, սովորել է Բուխարեստի Միսաքյան Քեսիմյան վարժարանում, ապա Բուխարեստի առևտրական բարձրագույն վարժարանում։ Ավարտելուց հետո սովորել է Բուխարեստի համալսարանի գրականության ու փիլիսոփայության, ապա գործնական մանկավարժության բաժիններում։ Հենց երիտասարդ տարիներից ծավալել է հասարակական ակտիվ գործունեություն, լինելով մանկավարժ, ստանձնելով հայ սերունդների դաստիարակությունն ու կրթությունը, միևնույն ժամանակ որպես ռումինահայ համայնքի երիտասարդ ներկայացուցիչ, մտավորական, զբաղվել է ազգային խնդիրներով, իր ջանքերով, միջոցներով ամսաթերթ է հրատարակել, որտեղ հանդես է եկել հրապարակախոսություններով, շոշափել զանազան հարցեր և փորձել շատ նուրբ կերպով անդրադառնալ ավագ և երիտասարդ սերունդների փոխհարաբերություններին, մանավանդ կնճռոտ հարցերին։ Ռումինահայ թեմական խորհրդի որոշմամբ մեկնել է Աթենք, որտեղ էլ Սուրբ Կարապետ եկեղեցում ձեռնադրվել է որպես կուսակրոն քահանա, հետագայում ընտրվելով որպես Ռումինիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ, ապա թեմի առաջնորդ։ Մայրը որոշակի անհամաձայնություն է դրսևորում սկզբնական շրջանում, բայց հետո նաև աստվածային նախախնամությամբ հանձն է առնում, իր օրհնությունն է տալիս, որ իր զավակը չափահաս հասուն մտավորական անձը կայացնի այդ որոշումը և ընդունի կուսակրոն եկեղեցական դառնալու հրավերը, անդամագրվելով Մայրաթոր Սուրբ Էջմիածնի միաբանությանը։ Մեծագույն մարդ է ինքը, անհիշաչար մարդ, հայր, բոլորի նկատմամբ, ոչ միայն ուսանողների, իսկ ինքը հատուկ վերաբերմունք ուներ ուսանողների նկատմամբ, նաև իր միաբանների բոլորի նկատմամբ։ Վեհափառի ազգանվեր գործունեության բոլոր տարիները նշանակալի են հայրենասիրական գաղափարներով, որոնք հարստանալով ավետարանական ինքնատիպ վերլուծություններով ու սուրբ գրային կարևոր խոսքերով դարձել են սկզբունքային արժեքներ ոչ միայն Հայաստանում, այլև մեր երկրի սահմաններից դուրս, կրթական բարեփոխումներ իրականացնելու և սերունդների կյանքում հայրենասիրություն սերմանելու միտմամբ։ Վազգեն առաջին ամենայն հայոց վեհափառին հավանաբար բաժներ ընկել պատմության շատ բարդ, իրարամերժ ժամանակահատված։ Ես նկատում հատկապես խորհրդային շրջանը, որում ակնհայտ էր եկեղեցու նկատմամբ վերաբերմունքը և հայ առաքելական եկեղեցու նկատմամբ վերաբերմունքը մնացածներից չէր տարբերվում։ Եվ այդ պայմաններում Վազգեն վեհափառը ըստ էության ձեռնամուխ էր եղել ոչ միայն հայաստանցիների, ոչ միայն մեր հանրային կյանքում, այլև ամբողջ հայության շրջանակներում հայ առաքելական եկեղեցու նկատմամբ, եթե կարելի ասել, հավաքական կարողություններ ընկալումները ձևավորելու, եկեղեցու նկատմամբ վերաբերմունքը արմատապես փոխելու և ընդհանրապես հայ առաքելական եկեղեցու դերակատարումը վերաիմաստավորելու կամ վերականգնելու այդ
առաքելությունը։ Ես խորապես համոզված եմ, որ ինքը վեհապարը նույնպես պատկերացնում էր, որ նա ուղղակի պատմական առաքելություն է իրականացնում։ Մեր սիրելի հայրապետը կարողացել է իմի բերել հայրենի հողի վրա ցակ ու ցրիվ հայ եկեղեցու հարստությունը եւ հայրենի հող վերադարձնել բազմաթիվ գանձեր՝ մատյան, տպագիր գիրք, փաստաթուղթ, մասունք։ Խորհրդային վարչակազմի ընտրյալներն անգամ ծածուկ դարձել են նրա հարգող ու օգնող գործակիցներ։ Գրիգոր Խանջյան Վազգեն առաջին կաթողիկոսի շնորհիվ են փրկվել եւ Երևանի մատենադարանին հանձնվել վեհափառի եւ վեհամոր անուններով կնքված երկու ավետարանները, Թորոս Ռոսլենի ծաղկած Զեյթունի ավետարանը, Մալաթիայի ավետարանը, Թովմա Արծրունու պատմություն Արծրունյանց տան աշխատության պահպանված միակ ձեռագիր օրինակը եւ բազմաթիվ այլ ձեռագրեր ու արժեքավոր վավերագրեր։ Առաջին անմիջական առնչությունս եղավ իմ առաջին կալանքից հետո։ Ես 4 տարի էի անցկացրել կալանավայրերում անկախության համար։ Ես մի որոշում եմ ընդունել, որ ըստ էության սխալ որոշում էր եւ ազգային կաթողիկոս եղավ այդ սխալ ուղղը։ Ես մտածում եմ, որ պայքարը պիտի շարունակեմ, բայց գնամ հոգեվոր կրթություն ստանամ, այսինքն դառնամ հոգեվորական։ Հանդիպեցինք Վազգեն կաթողիկոսի հետ, համաձայնեց, ուրախացա, հարազատներից տեղեկացրի, մերոնք շատ տխրեցին, որովհետև կուսակրոն քահանա միակ տղան կուսակրոն պիտի դառնա, բայց գիտեմ, որ ես հետևողական եմ իմ ցանկություններում։ Հետո ինձ զանգարում է Սրբազանը եւ ասում, որ վեհապարը խնդրել է քեզ փոխանցել, որ կառավարությունից խորհուրդ են տալիս, որ դու գնաս պոլիտեխնիկական ինստիտուտ, դու այնտեղ վերականգնված ես։ Ասեց վեհապարը խնդրեց, որ դու իրեն ճիշտ հասկանաս։ Եկեղեցու շահերը եւ վերջո ազգի շահերը ավելի կարեւոր են, քան անհատինը։ Վազգեն առաջին կաթողիկոսը մեծ ներդրում ունի Արցախի հարցում։ Նա 1988 թվականին դիմել է ԽՄԿԿ գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովին Արցախը Հայաստանին վերամիավորելու հարցով։ Նրա շնորհիվ Արցախյան շարժման ընթացքում խորհրդային եւ միջազգային ամենաբարձր ատյաններում լսելի է դարձել արցախահայության ձայնը։ 1988-90 թվականին Ղարաբաղյան առաջի պատերազմի թեժ տարիներին նրա մի խոսքը արժեր ամեն ինչ։ Այսինքն մոբիլիզացնելու համար ժողովրդին ուղղորդելու այնտեղ որտեղ պետք է հանգստացնելու, այնտեղ որտեղ պետք է ոտքի հանելու կաթողիկոսը նույնիսկ Արցախի հարցով, երբ որ արդեն դեռ խորհրդային միությունը կար դիմում էինք մտավորականներին համախմբելու, ունիկալ երևույթ էր եւ նրա խոսքը անցնում էր։ Նա կարող էր հանգստացնել ժողովրդին, ժողովուրդը, ասենք, եթե պետք չէր գործադուլ անել, դուրս չէին գա, պետք էր գործադուլ անել, կանեին։ Հետաքրքիր մարդ էր։ Հետո զգացել եմ կաթողիկոսի ուժը միջազգային բաներում։ Օրինակ, ասենք, Արևելյան Եվրոպայում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, ֆրանսիացիների մոտ Վազգեն առաջին կաթողիկոսը բան էր, անուն էր, հասկանում եք։ Մարդը վաստակել էր շուրջ 40 տարի ղեկավարել է հայոց եկեղեցին եւ դարձրել հանրաճանաչ աշխարհում։ Կաթողիկոսն իր հայրապետական առանձին տնօրինությամբ վերահաստատել է հայ եկեղեցու Արցախի թեմը եւ ձեռնարկել Արցախի մի շարք եկեղեցիների ու վանքերի վերաբացումն ու վերանորոգումը։ Մոսկվայում մեր պանցալի հայերը, մեծ հայերը, Սոս Սարգսյան, Վիկտոր Համբարձումյան, Զորի Բալայան, Իգիթյան Հենրիկ, որոնք հիշում եք Մոսկվա հյուրանոցում Ղարաբաղյան շարժման հետ կապված հարցադրումների կենտրոնի անաղորդ լինելու կապակցությամբ հացադուլ էին հայտարարել։ Նրանք հացադուլից դուրս եկան ազգի վեհապարի խորհրդով եւ հորդորով։ Մենք գիտենք կամ հիշում ենք, որ ազգի վեհապարը հատուկ նամակով դիմեց նաեւ Գորբաչովին Ղարաբաղյան շարժման արդյունավետ արդարամիտ լուծման հարցով, ապահովման հարցով։ Վազգեն վեհապարը այդ նպատակով օգտագործում էր նաև իր միջազգային կապերը, միջեկեղեցական կապերը։ Վազգեն վեհապարը երբ ընտրվեց ամենայն հայոց կաթողիկոս եւ գիտեք արդեն պատերազմից հետո 1954 թվական, 55 թվական ծանր իրավիճակ էր
եւ Հայաստանում եւ եկեղեցում նաեւ կարելի ասել մայրաթորը ընդհանրապես այդքան ծաղկուն վիճակում չէր, ավելի թշվառ վիճակում էր գտնվում, հին շինություններ կան։ Այսօրվա վեհարանը որ կա մայրաթորի ամենայն հայոց կաթողիկոսի վեհարանը, դա Մանթաշովն է կառուցել 1912 թվականին Գևորգ 5-րդ կաթողիկոսի ժամանակ, բայց խորհրդային իշխանությունները դա բռնագրավեցին, դարձրել են կավալերիստների կազարմա եւ փակել են այդ ճանապարհը, տրթատադուրներ չկար, հիմքերը հետո հայտնաբերեցին եւ Վազգեմեապար այդ տրթատադուրը կառուցեց։ Ինքը կարողացավ այդ վեհարանը հետ բերել, ինքը կարողացավ մայրաթորը բարեկարգել եւ ասում են, որ վեհապարը կարողացավ մայրաթորը դարձնել հայոց Վատիկան, այդ հզորություն բերեցին այդ ամեն ինչին։ Իհարկե այդ ամբողջը ստեղծելը եւ դրան հասնելը մեծ դժվարություններով է եղել։ Մեր եկեղեցին միշտ էլ շատ դժվար ճանապարհ է ունեցել։ Հիմա երբ որ հաշվում ենք Քրիստոսի ծնունդից սկսած, երբ որ սկսվեց, ասում 250 տարի հետո մենք ընդունեցինք քրիստոնեություն, այդ ամբողջ ընթացքն արդեն պայքար էր։ Դրանից հետո էլի պայքարներ։ Միայն ես կարծում եմ, որ մի 500 տարի է, որ հանգիստ ապրել է քրիստոնյա մեր կյանքը, որտեղ դրանից հետո միշտ եղել են դժվարին տարիներ։ Դե Օսմանյան տարիներին, դե մոտ 600 տարի մենք եղել ենք մուսուլման աշխարհում, պահպանել է եկեղեցին իր ուժը, իր հավատը։ Եվ հիմա էլ բավական դժվար։ Ես ուղղակի կուզենայի, որ այսօր մեր ժողովուրդը ակնածանքով նայեր մեր կաթողիկոսներին, որտեղ իրենց շատ դժվար բաժին է հասել կյանքի, որովհետև իրենք ապրում են այնպիսի խմորումների, այնպիսի քաղաքական պայմանների մեջ, որ նրանց պահվածքը չես կարող միանշանակ ընդունել։ Ինչպես նաև չեն կարող միանշանակ ընդունել հենց Վազգեն առաջինի։ Ինչեր արեց նա մեր ժողովրդի համար։ Ուղղակի եթե մենք հիշենք եւ հաշվի առնենք այդ տարիները, կհասկանանք, թե ինչ հերոսական աշխատանք է տարել այդ մարդը։ Եվ այն պատմությունը, ինչ որ նա անցավ, ինչ արեց եկեղեցու համար, այն տարիներին դա ահավոր դժվար բան էր։ Հայրենասիրությունը եղել է նրա քարոզների մշտական ու բաղկացուցիչ թեման։ Այդ փաստը վկայում է, որ վեհապարի համար կարևոր նշանակություն ուներ եկեղեցի պետություն կապը։ Սուրբ Էջմիածնի խոստումը հայ ժողովրդի խոստումն է։ Թող Գաղութահայի համար էլ այն դառնա հայրենասիրական գործի ծրագիր ու վերածվի սրբազան ուխտի, ասել է նա։ Վերջին օրից մեկը այդ երեկոն իր հետ եմ անցկացրել, որովհետև երբ որ ես գնացի պարզապես այցելության, ես մտածում էի դուրս մտնեմ ու դուրս գամ մի կես ժամից, մի ժամից, բայց 5-6 թե 7 ժամ մնացի մոտ։ Ինքը կարծես թե ուզում էր կիսվել, ուզում էր, որ այդ ինչ ինքը ասում Հայաստանի մասին մնար։ Հա։ Շատ բան մարդ էր, միշտ ասում էր հանգիստ է պետք տանել ամեն ինչ։ Մի գրգռվի, թշնամիներ կլինեն, հենց մեր մեջից կլինեն, դրսից կվճարեն, որ մեր մեջ դու հանգիստ տարետ ամեն ինչը։ Ամեն ինչ գալիս է տեղն անկնում։ Ինչքան էմոցիան է շատ զսպես, այնքան լավ կլինի։ Աշխատիր ավելի շատ լսել կյանքում, քան թե խոսել։ Աստծուն փնտրելու ճանապարհին ես գտա Սուրբ Էջմիածինն ու իմ հայրենիքը եւ խոնարհվեցի ճակատագրի առաջ։ Այսպիսի հրաշալի ու բազմապովանդակ նկարագրությամբ է հայրապետը բնորոշել Հայաստանում ծառայության անցնելու իր համար կարևոր ժամանակափուլը։ Եվ ահա 1948 թվականի մայիսի 23-ին Սուրբ Էջմիածնի մայր տաճարում ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ 6-րդ Չորեքչյանը նրան օծել է ծայրագույն վարդապետ, իսկ 3 տարի անց եպիսկոպոս։ Ամենայն հայոց կաթողիկոս է ընտրվել 1955 թվականին դառնալով 130-րդ կաթողիկոսը։ Հենց իր գահակալության սկզբնական տարիներին 1956 թվականին եկեղեցական տագնապ է առաջ գալիս կապված Մեծիտանեն Կիլիկիո կաթողիկոսության ընտրությունների հետ եւ հետագա հարաբերություններում եւ Վազգեն վեհապարը ամեն ջանք գործադրում է ոչ միայն համերաշխություն պահպանելու նվիրապետական այդ աթոռի հետ, այլև վերականգնելու այն կանոնական վիճակը, որ խախտվել էր կապված տարբեր աշխարհաքաղաքական
ազդեցությունների հետևանքով։ Եվ այդ բոլորի նպատակը մեկն էր, որ աշխարհասփյուր հայությունը հաստատուն մնա Սուրբ Էջմիածնի հանդեպ իր նվիրումի մեջ եւ երբևէ չկտրվի, չհեռանա հայրենիքից։ Վազգեն վեհապարի գործոնով հենց հիմնականում պայմանավորված էր այն, որ եթե չեմ սխալվում 60-ական թվականների սկզբին հայ առաքելական եկեղեցին դարձավ եկեղեցիների համաշխարհային խորհրդի կամ կազմակերպության անդամ։ Այդ ամենը պետք էր վերագրել նախ եւ առաջ վեհապարին։ 60-ական թվականների վերջում եւ 70-ականների սկզբում Իշնորիվ Վազգեն վեհապարի այդ գործունեության ուսանողական երիտասարդության մոտ ձևավորվեց շատ առողջ հետաքրքրություն Էջմիածնի նկատմամբ։ Երիտասարդության ճնշող մեծամասնություն Երևանի, հատկապես ուսանողական հատվածը, շաբաթ կիրակի օրեր անցկացնում էին Էջմիածնում, Մայրաթոր Սուրբ Էջմիածնում, Ռիփսենե կամ Գայանե վանքերում։ Վեհապարն առաջինն է եղել, ում շնորհել են Հայաստանի ազգային հերոս կոչումը։ Կաթողիկոսական աթոռին եղել է 1955 թվականից մինչև 1994 թվականը։ Հենց նա է իր արդար ձեռամբ օրհնել Հայաստանի երրորդ հանրապետության հռչակումը։ Սկորձս ծերած մերոց ուղիղ արայի մեզ դեր եւ սկորձս ծերած մերոց հաճողյա մեզ։ Ամեն։ Անդադ ասում էր, որ ես հույս ունեմ, որ դուք այնպիսի հիմքեր կդնեք, որ այս պետությունը հավերժ կմնա, ասում էր։ Միայն դիմանանք առաջիկա 50-100 տարվա արավիկներին, հետո մենք դառնալու ենք աշխարհում շատ ընդգծված եւ առաջատար դիրքեր ունեցող ժողովուրդ։ Վազգեն առաջինն ակնառու ազգային գործիչ եւ աստվածաընտրյալ հայրապետ էր։ Նաեւ խորաթափանց քաղաքագետ, բարձրաճաշակ արվեստասեր ու փիլիսոփա գրականագետ։ Նա իր ներդաշնակ կերպարի մեջ կարողացավ հաշտեցնել իրարամերժ գաղափարները, գործունեության բոլոր ձևերի մեջ թողնելով ճշմարիտ հայրենասիրության լուսե հետագիծ։ 1991 թվականին Վազգենն առաջին իր օրհնած վերջին 6-րդ Մյուրոնն անվանել է անկախության Մյուրոն, որով եւ օծել է Մայր տաճարի ավագ խորանի տիրամայրը մանկան հետ պատկերը անվանելով այն անկախության տիրամայր։ Պատկերի հեղինակն է վաստակաշատ նկարիչ Գրիգոր Խանջյանը։ Քոչարը մի գործ էր արել, նկար Մեսրոպ Մաշտոց, որը հիմա էլ Էջմիածնում է եւ հենց Կաթողիկոսի տնտեսարանում է գտնվում։ Մեսրոպ Մաշտոց եւ այդ նկարը նոր էր, ես հիշում եմ։ Գնացինք Մեսրոպ Մաշտոց նկարը եւ ասեմ, որ կողքի պատին կախված էր մի կլասիկ գործ եւ ասեմ գործը Կարավաջոյի գործն էր։ Հայրս ցույց տվեց եւ ասեց, որ այս նկարը ես եմ նվիրեք Էջմիածնին։ Ոնց ես նվիրացինք։ Հետագայում ասենք հայ, ոնց կարելի է Կարավաջոն նվիրել։ Չէ, ասեց այն ինչ որ գտնում ես եկեղեցում, դա եկեղեցուն է պատկանում։ Իսկ ինքը այդ Կարավաջոն գտել էր Զորավոր եկեղեցում, որտեղ Զորավորի գիտեք այդ խորանի նկարը Քոչարինն է, այդ աշխատանքների ժամանակ գտել էր ռուլոնով փոշիների մեջ ընկած, բայց կանոնիկը մասնագետ էր, միանգամից հասկացել էր, որ սա ինչ գործ է եւ այդ նկարը նվիրել էր Վեհարանին, Էջմիածնին են նվիրել։ Եվ սա էլ խոսում է նրանց կապի մասին, սա էլ խոսում է հարգանքի մասին եւ եկեղեցու նկատմամբ եւ նամանավանդ Վազգեն առաջինին։ Հարկավոր էր լինել Վազգեն կաթողիկոս, որպեսզի հնարավոր լիներ աստվածամերժ գաղափարաբանությամբ երկրում պետության հսկող աչքի առաջ կառուցել նոր եկեղեցի, Սուրբ Սարգիսը, երկրի միակ քրիստոնեական նորակառույցը խորհրդային միության տարածքում։ Հարկավոր էր լինել Վազգեն կաթողիկոս, որպեսզի եկեղեցի կառուցվեր նաև մարդկանց հոգիներում, այն հոգիներում, որ դեռ մանկուց լցված էին զանազան իզմերով, ուր առաջնային էին նյութն ու իրեղենությունը։ Սիլվա Կապուտիկյան 1976 թվականի նոյեմբերի 5-ին օծվեց այս եկեղեցին, առաջնորդանի Սուրբ Սարգիս եկեղեցին։ Դերս Մաշտոցի պողոտան ուղակի գալիս միանում են հաղթանակի կամուրջին, այդ
գետացումը չկար, թունելը չկար։ Ուրեմն երբ որ վեհապարը պիտի գար օծմանը մասնակցեր, պատարակ պիտի մատուցեր, ես էլ ձեր անարժան ծառան բուրբարակիրն էր Սրբազանի, Կոմիտա Սրբազանի։ Ուրեմն ձկան խանութի մոտից ժողովուրդը այնքան լիքներ մինչև եկեղեցու առջև։ Ոստիկանները եկել են պատեն կազմել, որ միջանցք լինի, որ վեհապարը անցնի։ Այս շրջակայքի բնակիչները, այստեղ հին տներ կային դեռ այս առաջնորդանի տարածքում։ Մարդիկ իրենց թանկարժեք ձեռքի գործեր, թանկարժեք գորգերը ձկան խանութից փռել են մինչև եկեղեցի, որպեսզի վեհապարը անցնի այդ գորգերի վրա։ Պատկերացնում եք այդ ինչ ողջավորություններ։ Ես այդ մի բան չեմ տեսել։ Անկրկնելի բան էր դա։ Ու ամեն մեկ ուզում է, որ վեհապարը անպայման փռած գորգի վրով անցնի։ Երևանը ոճ ունի, իր սեփական ոճը, ունի յուրահատուկ համաչափություն եւ ներդաշնակություն, ունի գույն եւ ուրույն մթնոլորտ։ Տիրող գույներն են՝ մոխրագույնը, վարդագույնը, դեղինն ու կարմիրը, մանուշակագույնն ու բեժը։ Այստեղ կերտվում են նոր մարդիկ, նոր հայեր։ Այսպես է գրել ամենայն հայոց վեհապարը։ Վազգեն առաջինը յուրահատուկ վերաբերմունք ուներ քաղաքամայր Երևանի ու Երևանին գույն տվող իսկական երևանցիների նկատմամբ, կարևորելով կոլորիտն ու մշակույթը։ Երևանում մարդիկ առանձին չեն, ամեն մեկի կյանքն իր կյանքով չի սկսում եւ ոչ էլ իրենով վերջանում։ Անհատի կյանքը շաղախվում է հավաքական կյանքի հետ, եւ այնտեղ ժողովրդի կյանքում ապրում հավիտյան։ Գիրքն այստեղ տաք հացի նման բան է։ Որոշ գրքեր հազարավոր օրինակներով սպառվում են մի քանի ժամում։ Այդպես են վաճառվում օրինակ Ավետիք Իսահակյանի եւ Դերենիկ Դեմիրճյանի գրքերը։ Դուք գիտեք, որ նա դոկտորական դիսերտացիան եղել է թեոլոգիան Դոստոևսկու աշխատություններում, որը ինձ զարմացրեց, հա։ Ասես դու որտեղ ես գիտես, որ ես այդ դոկտորական եմ գրել, ասի երբ որ մենք ընտրվեցինք ՀՀՇ վարչության առաջ անդամ, դու վարչության բոլոր անդամներին ընդունեցիք, ասի ձեր մոտ, եւ ձեր մոտի գրադարանը ցույց տվեք, որտեղ ես տեսա այդ գիրքը։ Եվ դա ինձ զարմացրեց, ասեցի, Դոստոևսկի թեոլոգիա, ինձ հետաքրքիր էր այդ աշխատությունը դուք ռումիներեն որ գրել եք, բայց չէ որ Դոստոևսկին ինչ լեզվով է կարդացել Դոստոևսկուն, եւ այդտեղ ինքը ասաց, որ ես շատ լավ ռուսերեն եմ տիրապետում, որովհետեւ բարձր որ կաթողիկոսը 6 թե 7 տարի ապրել է Օդեսայում։ Եվ այդտեղ լինելով պատանի սովորել է ռուսերենը եւ հաղորդվել է Դոստոևսկու ստեղծագործությունների հետ։ Հետագայում ես ունեցա այդ գրքից, դա շատ հետաքրքիր աշխատություն է, դեպի ժողովուրդը քիչ գիտի դրա մասին։ Կաթողիկոսական գահաժառանգ դառնալու հենց առաջին տարիներից ուխտեց։ Պետք է տքնենք վերանորոգելու եւ վերազարթելու մեր հայրենի սրբավայրերը, վանքերն ու եկեղեցիները։ Դրանք հանդիսանում են մեր հոգևոր կյանքի սյուները եւ հռչակված են որպես աղոթքի, ուխտի տաճարներ եւ հայ ճարտարապետության փառքի զմայլելի հուշարձաններ։ Այս ամենը Վազգենն առաջին իրագործեց այնպիսի ժամանակներում, երբ երկրում տիրում էր կրոնահալած մթնոլորտ։ Ուստի նրա ծավալած կառուցողական գործունեությունն իսկապես պետք է սխրանք համարել։ Իր խոստմանը հավատարիմ Վազգեն առաջին կաթողիկոսը ծավալել է եկեղեցաշինարարական, վերականգնողական մեծ աշխատանք, վերանորոգելով Մայր տաճարը, Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Գայանե, Սուրբ Շողակաթ վանքերը, Գեղարդավանքը, Խորվիրապի վանքը, Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց, Երևանի Սուրբ Սարգիս, Սուրբ Զորավոր եւ մի շարք այլ եկեղեցիներ։ 77-8 թվականին ինձ միշտ բանը ամառ-արձակուրդներին ուղարկում էր Սուրբ Գեղարդավանք այնտեղ ծառայության։ Եվ ասեց, գիտես, ես ուզում եմ քեզ ձեռնադրեմ, բայց ես դեռ չի ավարտել։ Իսկ պիտի ձեռնադրվեի 3 ուսանողների հետ, ովքեր 2-3 տարի առաջ ավարտել են, բայց դեռ ձեռնադրված չեն, բարձր կուրսի ուսանողներն էին։ Ու ինձ ասեց, գիտես, քեզ ուր եմ ուզում ուղարկեմ, նշանակեմ։ Ասացի, վեհապար, ես որտեղից իմանամ ձեր մտադրությունը, ամենայն հայոց կաթողիկոսի մտադրությունը, այսպես ձեռքը բարձրացեց, ասեց, Գեղարդ։ Իսկ այդ վատ Գեղարդ ոչ ոք չէր գնում, ճանապարհներ չկար, այսպես բնակավայրերից կտրված, հեռու լեռների մեջ եւ այլն, ոչ ոք չէր գնում երիտասարդներից, որ ասեց, Գեղարդ, ես էլ խոնարհվեցի, ասի, ձեր սուրը եւ իմ պարանոցը, այ աշխատասենյակում, փոքր աշխատասենյակում այնտեղ մենք հանդիպել, վերկացավ կանգնեց ճակատս համբյուրեց, մինչև այսօր այդ պահը հիշում եմ, որ ամեն անգամ փշաքաղում եմ ես բանից հետո։ Եվ
հունիսի 7-ին թե 8-ին մեզ ձեռնադրեց, 4-ից ձեռնադրեց, անցավ մի քանի օր, ես իրեն մոտեցա, ասի բապարտեր 40 ենք հասկացնում ձեռնադրության, ասի, որ մի բան խնդրեմ կլինի, ասեց, ասա, ամեն իրիկուն միջավայրից նոր ձեռնադրվածների հետ հանդիպում էր, խորհուրդներ էր տալիս, ասի կլինի, ես գնամ 40 անցկացնեմ բանկում, ընենց ուրախացավ, վեր կացավ գրկեց, ասեց ես չի պատկերացնում, որ այդպիսի առաջարկություն կանես, ասեց իհարկե։ Բայց ասեց գգնաս Տեկին Մարգարիտի մոտ, որ մայրաթորի դերձակներ, ասեց չափերդ կտաս, բայց մինչև այդ ինքը արդեն մեզ համար որոշ գեստեր պատրաստել էր։ Գնացի չափերը տվեցի, պատարակի ամբողջական զգեստը կարել տվեց եւ հետարքի մի բան ասեմ։ Ուրեմն ասեց Տեր հայր կներես սպիտակ գուլպաներ չունեմ, սպիտակ նասկիներ որ պատարակի չհակնում է։ Ասեց բայց որ գնամ արտասահման, այն սովետական միության տարիներ մի քիչ դժվար է այդ բոլորը ճարել, ասեց որ գնամ արտասահման անպայման կբերեմ։ Որում ես անցել եմ ծառայության Գեղարդաբանկում, արդեն 6 ամիս է ծառայում եմ, մեկ էլ մայրաթորի մեքենան եկավ, մանուկը, վարորդը, մի հատ ծրար տվեց, ասեց վեհափառն է տվել, այնտեղ գրել էր Հանձնել Տեր-Պետրոսին, ծրարի վրա գրված էր փակ, ասում ինչ պետք է լինի։ Պատկերացեք, բացեցի, սպիտակ գուլպաներ։ Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը առաքինություն։ Այսպիսին էր նրա մոտեցումը։ Սա սկզբունք էր նրա ծավալած գործունեության ու ապրած կյանքի համար ամեն բանի ելակետը հանուն հայրենիքի։ Հայրենիքը նրա համար բարձրագույն արժեք էր։ Հայաստանից պետք է սկսի ամեն հայ երիտասարդի ազգային մտահոգությունն ու մտածումը։ Որպես յուրաքանչյուր մտահոգության մեկնակետ մենք ունենք մեր հայրենիքը։ Ամեն դատումի եւ եզրակացության մեջ չհեռանալ նրա ներկայի եւ մանավանդ ապագայի շահերից։ Հեշտ չի եղել նրա ընտրած ճանապարհը, որովհետև ստիպված է եղել ժամանակ առ ժամանակ հաղթահարել բազում պատնեշներ ու խոչընդոտներ։ Նա պայքարում էր հանուն միասնության, հանուն նոր սերնդի ապագայի, համոզված լինելով, որ միայն այդ արժեքները կարևորելով է հնարավոր հասնել մեծ հաջողությունների։ Հայրենասեր լինել, հայրենիքի հետ կապ ստեղծել, ասել է թե այդ ազգային հավաքական հոգևոր գծով կապված լինել հայրենի աշխարհին, նրա կյանքին, սատարել ու նվիրվել նրա ապագային, ասել է հայոց հայրապետը։ Նա մեծ ջանքեր էր գործադրում Սփյուռքի գաղթօջախներում հայ առաքելական եկեղեցու թեմական թեմերի գործունեությունը կազմակերպելու, արդյունավետ դարձնելու, Սփյուռքը Հայաստանի հետ կապելու ուղղությամբ։ Մեծագույն ջանքեր էր գործադրում։ Նա իրականում հերոս էր։ Եվ պատահաբար չի, որ նորանկախ Հայաստանի առաջի ազգային հերոսը հենց Վազգեն Առաջինն էր։ Նրա գործունեությունը այլ կերպ քան հերոսապատում չես անվանի։ Կրկնում եմ, համոզված է, որ նա պատմական, գիտակցված պատմական մի ամբողջ առաքելություն իրականացնում բավականին բարդ ժամանակահատվածում։ Մեկ չարաճճի բաներ ուներ, ասում էր, եկեք այս անգամ դաշ չանենք, բայց այնպես կգնաք, որ տեսու չտեսնի, թե չի վրաս կբարկանա։ Ինքը ամենայն հայոց կաթողիկոսն էր, տեսուչներ, Տեր Հովհաննես էր, քահանա էր, մտածում ենք ոնց կարող է քահանան բարկանա ապարի վրա։ Բայց դրա տակ այնքան մեծ իմաստ կար, ինքը ասում էր, ես այս հասկացնում եմ, որ այս բանը ես դասախոս եմ, ոչ թե կաթողիկոս։ Եվ տեսուչը իրավունք ունի դասախոսի վրա։ Այդտեղից դաստիարակում էր մեզ։ Վազգեն Առաջին ամենայն հայոց կաթողիկոսի հայրենիքի գաղափարով ապրելու բանաձևը մինչև այսօր արդիական ու կենսունակ է, որովհետև այն հասցեագրված է ոչ միայն Հայաստանում, այլև օտար երկրներում ու միջավայրում հասակ առնող երիտասարդներին։ Ինչ շիտակ, բայց արամիտ ու անվեհեր մարդ էր, ինչ մեծ հայ էր, իծնե ինչ ավագ ու տեր էր։ Նրա արթուն կենթանությամբ կարող էր գլուխը տանվրդով բարձին դնել միամիտ, որ տանը տակով ջուր չի գնալու եւ գլխիդ դավադիր սուր չի խաղալու։ Սա հայ մեծ գրող Հրանտ Մաթեոսյանի բնորոշումն էր։ Այսպիսին էին նրան տեսնում հազարավորները, շինականից մինչև բանաստեղծ, արհեստագործից մինչև ուսուցիչ
եւ քաղաքական գործիչ։ Չարենցավանում մտադիր էինք կառուցել եկեղեցի։ Ցավոք սրտի դա միակ երևի տարածաշրջանի այն խոշոր միակ քաղաքն էր, որտեղ եկեղեցի չկար։ Եվ այդ կոնտեքստում ես առիթ եմ ունեցել մի քանի անգամ հանդիպել Վազգեն առաջինին։ Հանդիպումից մեկի ժամանակ ես խնդրեցի վեհապարին, կնոջս մոտ առաջացել էր այսպես ցանկություն ինքն էլ ներկա լինել այդ հանդիպումներից մեկին, եւ ես խնդրեցի վեհապարին ընդունել ինձ եւ իմ տիկնոջը։ Դա կարծեմ շաբաթ օր էր, առավոտյան ժամներ կամ 10:30 կամ 11-ի կողմերը։ Ես եւ կինս իր աշխատասենյակում սպասում էինք, որ վեհապարը մոտենա։ Դուռը բացվեց եւ ներս մտավ Վազգեն առաջինը։ Սպիտակ սքեմով, ջերմակ դեմքով, ալեհեր մազերով, բաց գլխով եւ գիտեք պատուհանից արևի ճառագ լույս էր ընկնում եւ մի պահ հավատացնում եմ ձեզ ինձ մոտ այնպեսի տպավորություն որ ես սուրբ եմ տեսնում իրոք առանց չափազանցության ասում հետո կինս էլ ինձ հետ կիսվեց տպավորություն ասում էր տեսեք միգուցե հենց այսպեսին է սուրբը եւ հավատացնում եմ ձեզ առ այսօր եւ ասում ենք սուրբ կոնգոնե ես եւ ասում են սուրբ ինձ մոտ իմ հայացքի դեմ գալիս է հենց Վազգեն վեհապարի այդ տեսքը դա մաքրամաքուր անձնավորություն արդյունքի պես ջինջ Վազգեն առաջինը Աստծո պարգևն էր հայ ժողովրդին որ 40 տարի սովետական միության այդ անաստված տարիներին ինքը մեր ժողովրդին տարավ դեպի Աստված Ռումինիայի եւ Բուլղարիայի թեմերի առաջնորդ Տեր Տիրայր arczepiskopos Մարտիկյանն իր հուշերում պատմել է Կաթողիկոսը ծանր հիվանդ էր բժիշկներն այլևս հույս չէին տալիս Խնդրեցի որ թույլ տան վերջին անգամ այցելեմ ու աչը համբուրեմ Ցավալի էր նրան տեսնել այդպես հյուծված անուշ մազերը նոսրացած շատ տխուր էր Հարցրի ինչպես եք վեհապար Մահն այնքան սարսափելի չէ որքան մահվան սպասելը ասաց նա Մեզանում շատերիս մոտ պահպանվել է իսկ ինչու՞ չէ միգուցե վերանորոգվել վերաբերմունքը հայ առաքելական եկեղեցու նկատմամբ մեծ իմաստով այդ շրջանում պայմանավորված էր հենց վեհապար հայրապետի անձով գործոնով Վազգենն առաջինն այն գործիչներից է, որ իր կյանքը դրեց եկեղեցու եւ ազգի համար, իրականացնելով հայրապետական հայահավաք առաքելություն, կարևորելով հայ ազգային արժեհամակարգով ստեղծված ընտանիքը, կազմակերպելով Սփյուռքի հայաշատ վայրեր հովապետական այցելություններ, ինչպես նաեւ զարգացնելով հոգեվոր երկարվեստն ու աջակցելով մշակութային գործիչներին իրենց զանազան հայանպաստ նախաձեռնություններում։ Սովետական տարիներին տանը Հիսուսի նկար, Աստծո նկար, Աստվածամոր նկար բացառվում էր։ Վազգեն առաջինի նկարը բոլորի տներում կար եւ դա ժողովուրդը անցալում էր որպես սրբի նկար։ Վազգեն առաջինը իրապես սուրբ էր, Աստծո պարգևն էր մեր ժողովրդին։ Այս դժնի ժամանակներում, երբ երկրագնդի տարբեր անկյուններից լսվում են ռումբերի եւ արկերի ձայներ, երբ մարդիկ մոռանում են իրենց կողքին ապրող իրենց նմաններին, որպես սթափեցնող կոչ հնչում է մեծ հայրապետի եւ բարի հովապետի խոսքը։ Փրկության լաստը ներսից է գալու։ Այո, մեր փրկությունն ու վերածնունդը մեզնից է սկսվելու, մեր հոգուց։ Թող Աստվածային լույսը լուսավորի մեր սրտերը, որ կարողանանք տեսնել երկինքն ու երկնքից տրվածը։ Մնացեք խաղաղությամբ կհանդիպենք։